անհատ հաճախորդներից դեպի ընտանիքակենտրոն մոդել։ Ամերիաբանկի նպատակն այսուհետև ոչ միայն առանձին հաճախորդի, այլև ամբողջ ընտանիքի ֆինանսական կարիքներին համապատասխան լուծումներ առաջարկելն է։ Մեր բիզնեսի տրամաբանությունը որոշակի փոփոխության են ենթարկում եւ այժմ հիմնական մեր շեշտադրումը լինելու է ընտանիքը։ Դուք էլ երևի նկատել եք, մենք վերջին ժամանակներում բավականին նոր լուծումներ ենք թողարկել, այդ թվում երեխաների համար, մասնավորապես դպրոցականների համար, դա մայամերյա Star հավելվածն է, որը ոչ միայն ֆինանսական գրագիտության ծառայություններից աշակերտներին, երեխաներին օգտվելու հնարավորություն է տալիս, այլ նաև ծնողներին հնարավորություն է տալիս երեխաների հետ նաև աշխատանքը ընդհանուր առմամբ հարաբերությունները կազմակերպելու որոշակի գործիքակազմ է տրամադրում։ Եվ այդ տրամաբանության ներքո մենք փորձում ենք ընտանիքի բոլոր անդամների, աշակերտների, հետո ուսանողների, նաև բնականաբար աշխատող ծնողների, հետագայում նաև արդեն թոշակառու տարիքում գտնվող հաճախորդների համար համապատասխան ընդհանուր լուծումներ առաջարկել։ Հաճախորդակենտրոն այս մոտեցումն արտացոլվում է նաև բանկի աճի ցուցանիշներում։ Վերջին 2 տարում Ամերիաբանկը կրկնապատկել է հաճախորդների թիվը։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով այն գերազանցել է 900,000-ը, իսկ մինչև տարեվերջ բանկը նպատակ ունի հատել 1 միլիոն հաճախորդի շեմը։ Հաճախորդների բազայի ընդլայնումը ուղեկցվում է նաև ակտիվության աճով եւ մասնավորապես թվային տիրույթներում հաճախորդների ակտիվության աճով։ Եվ եթե մենք նայում ենք թվային տիրույթներում մեր ամսական ակտիվ հաճախորդների քանակի տեմպը, ապա վերջին 5 տարվա ընթացքում տարեկան միջին աճի տեմպը կազմել է մոտ 55%։ Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ շարունակել են աճել նաև բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Ամերիաբանկի մանրածախ բանկինգի ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 միլիարդ դրամը։ Ժամկետային ավանդների պորտֆելն էլ տարեսկզբից աճել է 19%-ով, կազմելով 423 միլիարդ դրամ։ Ավելի արագ տեմպով աճում են ցպահանջ ավանդները եւ դրամային ավանդները։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Ընդ որում նման միտումը ակնհայտ ցույց է տալիս տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, որը նույնպես դրական միտում է, քանի որ տնտեսությունից եւ մեր հաճախորդները ըստ էության ավելի ու ավելի քիչ արտարժութային ռիսկեր են կրում։ Բարձր աճի տեմպերը պահպանվում են նաև վարկավորման ոլորտում։ Վերջին 5 տարիներին Ամերիաբանկի մանրածախ բանկինգի վարկային պորտֆելն ամեն տարի միջինում աճել է մոտ 30%-ով։ Աճի հիմնական շարժիչը հիփոթեկային վարկավորումն է։ Առաջին անգամ հիփոթեկային վարկերի պորտֆելը գերազանցել է 400 միլիարդ դրամը։ Սա բավականին լավ ցուցանիշ է եւ գերազանցում է մեր բիզնես պլանի ցուցանիշները, այսինքն նախատեսվածից ավելի բարձր են եղել վարկային պորտֆելի աճի տեմպերը։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ավարտին բանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 միլիարդ դրամ։ Հատկանշական է, որ այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 միլիոն դոլարի անժամկետ պարտատոմսերը։ Բանկում նշում են, այս քայլն ամրապնդել է կապիտալի դիրքերը եւ նպաստել ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը։